Եվ այսպես Ադրբեջանի օդային տարածքում այսօր հայտնված ենթադրյալ իրանական անօդաչուները կտրուկ թեժացրին իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ զինված ուժերը դրվել են զորահավաքի ամենաբարձր մակարդակի վրա եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։ Նրա խոսքով սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի եւ ադրբեջանցիների դեմ։ Ալիևը պահանջել է, որ Իրանի պաշտոնյաները բացատրություն տան եւ ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից, իսկ նրա բառերով ահաբեկչական գործողությունը կատարողները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ իրենք չեն հաշտվի այս ենթադրյալ ահաբեկչական գործողության եւ Ադրբեջանի դեմ կատարված ագրեսիայի հետ։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Ադրբեջանը չի մասնակցել եւ չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին, ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա։ Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են խորհրդակցություններ Նախիջևանում դրոնների պայթյուններից հետո ստեղծված նոր իրողության առիթով։ ԶԼՄ-ները գրում են, թե քննարկվել է Շուշիի հռչակագիրը, որի համաձայն Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակցային պարտավորություններ ունեն, եթե որևէ երկիր հարձակման ենթարկվի։